Բարև ձեզ։ Դարձ դեպի ծրագրի շրջանակներում այսօր մեր հյուրն է գեղանկարիչ Կարեն Ափոյանը։ Բարև ձեզ, պարոն Ափոյան։ Պարոն Ափոյան, այսօրվա մեր զրույցը ուզում եմ մի քիչ ազատ ոճով լինի, բայց թեման շատ մարդկանց հուզող, այսօրվա կյանքը, այսօրվա մարդու հոգեկերտվածքը, կառուցվածքը, մտքի, հոգու, կյանքի կառուցվածքը եւ հոգևոր կյանքը, հոգևոր ասելով նկատի ունեմ մարդը ի սկզբանե ինչպիսին եղել է եւ ինչպիսին է դարձել եւ հետագայում արդեն շարունակենք ինչ անել եւ ինչպես անել։ Շատ ծավալուն, բայց տեղին հարցադրում է, որտեղ իրականում երբ որ մարդը գնում է դեպի ինքնաճանաչման, այդ հարցերին իրեն պետք է տա։ Նախ ասեմ, որ բացի այսօրվա ներկայիս իրականության այս խնդիրները ինչ հիմա կա, թե համաշխարհային իրականության մեջ մոլորակում, թե մեր երկրի հետ կապված, թե տարածաշրջանի, դա նոր չի։ Այսինքն միշտ էլ եղել են պատերազմներ, անարդարություն, վատ ղեկավարներ, չգիտեմ, կոտորած, ջարդ, ուղղակի մեզ թվում է, թե մենք 21-րդ դարում ունենք տեխնոլոգիական բարձր ձեռքբերումներ, բայց միևնույն ժամանակ նաև զենքերի տեսակներն են փոխվել, նետոաղեղը դարձել է ավելի հզոր միջոցներ, ավելի լայնամասշտաբ պատերազմի կամ մարդկանց ոչնչացնել միջոց, այսօր մենք տեսնում ենք Սիրիայում ինչ է կատարվում, Արցախում ինչ կատարվավ, ամբողջ աշխարհում ինչ է կատարվում, դեռ շարունակվում է Ուկրաինա, Ռուսաստան եւ դրա հիմնական պատճառները մարդկային տգիտությունն է, որը կամա թե ակամա դառնում է չարի ձեռքը գործիք։ Մենք պետք է ոչ միայն դա նայենք ինչ-որ քաղաքական տեսանկյունից, այլ ավելի շատ նուրբ պլանից, ավելի խորքային արմատներից, որը ես համարում եմ, որ մարդկությունը այսօր հոգևոր առումով շատ տկար վիճակում է, ինչի ամեն ինչ թեժացել, որովհետև մեր արարչագործության ծրագրի մեջ, մեր մոլորակի կան ժամկետներ, վերևից ուղղորդվող, վերևից հուշվող։ Մենք այդ ժամկետները ուշացել ենք։ Դրա համար հիմա վերջնաժամկետներն են, որ մարդկությունը գա որոշակի հոգևոր բարձր վիբրացիաների, որ մարդկությունը չվերանա։ Թե մենք ինքնավոչնչանում ենք ամբողջ մարդկությանը, որովհետև մեր երկիր մոլորակը նմանատիպ 4 շրջան անցել է ինքնավոչնչացման, թե տեխնոկրատիային, թե բնական աղետների տեսքով, թե տարբեր միջոցներով։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ խնդիրը հազարամյակների, միլիոնավոր տարիների է, որ մարդկությունը արդեն պետք է ապահովված լիներ հոգևոր որոշակի բարձրություն, որի համար ժամանակ առ ժամանակ գալիս են մեծ հոգևոր ուսուցիչներ, վերջի ուսուցիչը մենք ընկալում ենք որպես ամբողջ մարդկության համար Քրիստոսը, որը այդպես էլ չհասկացանք, մարդկությունը չհասկացավ Քրիստոսի առաքելությունն ու ճանապարհը, ոնց որ միակ այն մեր գիտակցությանը հասանելի տվեց այն ամեն ինչը, որով մենք կարող ենք մաքրագործվել եւ մեր միջի Աստծուն մոտենալ, որ ճանապարհ դեպի ինքնություն, ճանապարհ դեպի մեր աստվածային էություն, բայց այսօր շատ քիչ են այն գիտակից անձիկ, ովքեր որ գնում են այդ ճանապարհով, բայց ասենց մի հատ կարևոր բան կա։ Հիմա շատ արագացե ինչը հիվանդությունները, ոնց որ դաժանությունները, նաև հոգևոր որոշակի փնտրող տեսակները, որովհետև իրականում ամեն ինչ փոխվել է, այսինքն քվանտային տեսության մեջ, նույնիսկ ջրի բաղադրությունը, ատոմների կազմությունը, իրար հարաբերակցությունը փոխված է, առաջվանը չի, ժամանակի զգացողություն, ժամանակի կրճատումը, արևից եկող ճառագայթների բաղադրությունը, ամեն ինչ փոխվել է, այսինքն այս նոր փոփոխությունները մենք մարդկությունը դեռ չի հասցնում ճիշտ ձևով ընկալի եւ դրա պատճառով առաջանում են տարբեր խնդիրներ, ոնց որ հիմա մեր խնդիրն է, որ մենք կարողանանք ճիշտ տրանսֆորմացիա անցնենք գիտակցական առումով, հոգևոր առումով, նաև մեր օրգանիզմի մարմնի առումով, որտեղ մարմինն էլ է ենթարկվում այդ տրանսֆորմացիաներին, օրինակ շատ ցավեր ինքը կոնկրետ տրանսֆորմացիա հետ է կապված, բայց շատերը համարում են
առողջական խնդիր գնում ստուգման, տեսնում են այդքան լուրջ չի, այդ կոնկրետ դրա հետ է կապված, որտեղ վիբրացիաները փոխվում են եւ մեր մարմնի 5 վիբրացիաները չեն դիմանում այդ նոր թրթիրներին եւ տեղից տալիս է որոշակի ճնշվածություն։ Իսկ մարդկությունը հիմնականում ցածր վիբրացիոն դաշտի վրա է։ Այսօր իրականում զուտ էներգետիկ պլանով ինքը բավական ծանր գորշ վիճակում է, բայց բոլոր բանալիները տրված են եղել ու մինչև հիմա տրվում են բարձրագույն ուժերի կողմից, բարձրագույն հիերարխիկ ոնց որ հոգիների կողմից, որ մենք կարողանանք ապահովենք որոշակի տոկոս հոգևոր աճ, որ հետո, այսպես ասած, մարդկությունը, ովքեր որ ֆիզիկական մարմնից հետո պետք է անցնեն իրենց հոգևոր էվոլյուցիան, այսպես չհայտնվեն դժոխքներում։ Այսինքն ինքնաճանաչումը, քանի որ մեծ մասամբ տեղի չի ունեցել, իսկ մենք գիտենք, որ մարդը ինքնաճանաչում ունի, ինքնաճանաչում չունենալը անասնական մակարդակի համար է։ Ինքնագիտակցություն չունի, ինքը ճանաչողություն ունի, հիշողություն ունի։ Չէ, ինքնաճանաչում նկատի չունեմ հայելու մեջ նայես ինքդ քեզ ճանաչես, ինքնաճանաչում որպես ըստ էության ով ես դու, որտեղից ես գալիս, այդ հարցադրումը չեն տալիս։ Էակ, դու ով ես։ Այսինքն եթե մարդը գալիս է ինքնաճանաչման, ինքնագիտակցման, հասկանում է իր ծագումը, իր էությունը, իր այս աշխարհում գտնվելու նպատակը, այդ հիվանդություններով պարզապես չի հիվանդանա, որովհետև դրանով սեփական վիբրացիաներն էլ կբարձրանան ու կսկսի արդեն համահունչ բնականաբար, այսինքն այդ պետք է լինի մասսայական բնույթ գիտակցման արտնացման։ Ցավոք, երբ որ մարդը ինքնուրույն չի անում կամ ինչ պատճառներ կան, ոնց որ տիեզեր կա, Աստված արտնացնում է մի քիչ կոպիտ ձևով։ Հիմա, բայց ցավոք այդ դասերը մենք այդպես էլ չենք հասկանում։ Օրինակ շատերը օրինակ հիվանդանում են, չեն հասկանում, որ իրանց հիվանդության պատճառը ժամանակին ուրիշին ցավ տալներ, ագրեսիաներ, չգիտեմ, սուտ խոսելներ, դավաճանություններ։ Այսինքն իր ներսում է պատճառը։ Ներսում է, այսինքն բոլոր մեր խնդիրների ուզում է լինի ազգային խնդիրներ, ուզում է լինի անհատական խնդիրներ, ուզում է լինի մոլորակային խնդիրներ, այսինքն բոլոր պատճառները ոչ թե մեղավորներ, պատճառները, պետք է մեղավորներ չփնտրել։ Բոլորս էլ մեղավոր ենք, ունենք մեր սխալները, բայց պետք է կոնկրետ կարողանանք ճիշտ տեսանկյունից դիտարկել եւ ճիշտ լուծում տալ, որովհետեւ այսօր մենք բոլորս գիտենք մեր խնդիրները, բայց այսպես ասած զանգ կախող չկա։ Սա բոլորս ճառասում ենք դարձել։ Համար ես շատ հաճախ խուսափում եմ խոսելուց, որովհետեւ շատ բան է խոսում, շատ է ինֆորմացիան։ Պետք է կոնկրետ գործ անել։ Ամեն մեկը պետք է իր դաշտում, որ էներգիաներից է հասկանում, պետք է էներգիաների դաշտում աշխատի, ովքեր որ քաղաքականությունից են հասկանում, պետք է, բայց այսօր ամեն ինչ հակառակն է, ով որից չի հասկանում, հենց այդ է անում։ Այսինքն այդ է մեր խնդիրը, որը խորքային գալիս է գիտությունից, որտեղ գիտությունն է ծնում հանցակազմ, ծնում հանցագործություններ, կապ չունի դիտավորյալը գիտակցված է, դա անգիտակից ամեն դեպքում, այսինքն գիտությունը ամենամեծ չարիքն է, որ այսօր պատել է բոլորիս, ամբողջ մարդկությանը, բոլոր երկրների ղեկավարները տառապում են այդ գիտությամբ, որը բերում է իր հետևանքները ագահությունը, չարին ծառայելը, այսինքն ամբիցիաները, գոռոզամտությունը, այսինքն չկա մի գլոբալ գերտերության ղեկավարը, որը դրանք հաղթահարած լինի։ Համար բոլոր ղեկավարների արած սխալներով կամ իրենց ամբիցիաներով դժում է ամբողջ մարդկությունը, բայց մենք որպես հայ մենք պետք է հարց տանք, օրինակ, ես չեմ ասում թե հայերը բոլորից առավել են, մնացածը ազգ չեն, բայց մենք ունենք որոշակի առավելությունների վերուս տրված, թե մեր գենային կոդով, թե մեր ինքնությամբ, բայց եթե մենք այդ վերևից տրվածի հետ վարվում ենք այնպես որպես որ հա ինչ սովորական բան է, մենք անդադ հարվածներ ենք ստանում, որ արթնանանք ի օգուտ մեզ է նույնիսկ այդ հարվածները, բայց քանի չենք գիտակցում այդ հարվածները անվերջանալի են, մենք արտաքին թշնամի պետք չի փնտրենք, մեր թշնամին մեր ներսում է, բայց դե արի ու բացատրի, որ մարդիկ հասկանան, որ իրենց հենց խանգարող բաները, իրենց տգիտությունը, իրենց խնդիրների պատճառը, թեկուզ ազգայինի կորուստը, անկումը բոլորը մեր ներսում է։ Իսկ փորձեն ինչ-որ պահի չնախանձեն, ագահություն չանեն։ Շատ բաներ կա աշխատելու են, կան հսկայական մաքրման, կարգավորման, գիտակցման բան կա, որը ամեն մարդ վաղ թե ուշ պետք է կանգնի այդ ճանապարհի վրա, ով խուսափեց ինքը
հատուցելու շատ դաժան։ Համար հիմա մի տեսակ ամբողջ աշխարհը, նաև մեզ, որ փոքր երկիր ենք, շատ հեշտ առան քաղաքականությամբ։ Բոլորը խոսում են ամեն ինչից ու ամեն ինչից տեղյակ են։ Այդտեղ գալիս է մի բանը, որ տեսեք, կա չէ, Բաբելոնի պատմությունը։ Այսինքն Բաբելոնի պատմությունը իրականում մի վայրկյանում բոլոր տարբեր լեզուներով չխոսեցին, բոլորը խոսում էին նույն լեզուներով, բայց իրեր չէին հասկանում, որտեղ ամբիցիաներն էր խանգարում, տարակարծիքությունը, թե կրոնական շեղումները, թե քաղաքական հայացքները, թե շահը, թե Իսկ առաջնահերթություն տվեցին ներքևի չարժեքներին, այսպես ասել։ Համար մենք այսօր կանգնած ենք մեր երկիրը, եթե այս համատեմ մեր Հայաստան աշխարհում, ոնց որ Բաբելոնը լինի, քանդվող աշտարակ, որը անտա դեռ քանդվում է, երբ որ ես զգուշացնում էի իմ տարբեր հարցազրույցներում, որ դեռ պատերազմը, դեռ Արցախը կորսված չէր լրիվ, որ ասում եմ դա վերջը չի, դեռ կարելի ասել ծաղիկներն է, դեռ sense այդ կորուստների շարքը շարունակվում է, եթե վերլուծում եմ, անալիզ եմ անում էներգետիկ պլանում, որ դասը չհասկացանք, չըմբռնեցինք, չկանխվեց, այսօր մենք ուղղակի ուզում ենք մենակ դուրս նայենք ով էր մեղավոր, որ երկրի ղեկավարը ով ինչ չարեց, բայց իրա մենք մեր գիտակցությամբ ենք ձևավորել այդ դաշտը, որ իրանք կարողանում են այդ անել։ Այսինքն չենք տեսնում սեփական աչքի գերանը, տեսնում ենք ուրիշ աչքի փուշը։ Դրա համար մեղադրելը ամենահեշտն է, կարող ենք նստել մեղադրել անverջ, բայց ոչ մի բան չի փոխվում դրանից, ասենք այս մեկն էր մեղավոր, այս քաղաքական ղեկավարն էր, ինքը հա համաձայն եմ, կան մեղավորներ, բայց դրանից սա այլտեղից չի շարժվում, այստեղ եթե, այսինքն տեսեք sense ասեմ, ազգը պահպանելու իրական իմ ընկալմամբ ու շատերի ընկալմամբ միջոցը դա ինքնաճանաչումն է սեփական մշակույթի, լեզվի ու նաև կրոն չասեմ ուսմունքի, որտեղ կրոնը արդեն խեղաթյուրված է, ինքը դոգմատիկ է, օրինակ շատերը չեն հասկանում կրոնի ուսմունքի տարբերությունը, որովհետև կրոնը արդեն իսկ անգիտակից ձևով պաշտամունքն է, որը ճիշտ չի, իսկ ուսմունք արդեն գիտակցված, գիտականորեն ներքին համոզումներով, փաստերով ապացուցված երևույթ է։ Հիմա մարդկությանը գալիս է նոր ուսմունք, արդեն ոչ թե պետք է ինչ-որ մեսիա ծնվի, արդեն տարբեր կոնտակտորների միջոցով շատ ինֆորմացիաներ այսօր գալիս է, որ բայց չեն լսում մարդիկ, սրտները փակ է, գիտակցությունները կեղտոտված է ու իրենք չեն կարողանում իրականում ըմբռնել աստվածային ինֆորմացիան, որը փրկության ոնց որ բանալին է, դուրն է կամ ձեռքն է մեկնած, բայց իրականում ամեն ինչ տանում է, որ դեռ շարունակվելու են աղետները, կործանումները, անարտարությունը, այսինքն կանգ չի առնում, դա դեռ sense ասած ընթացքն է, մենք պիկին չենք հասել։ Այստեղ մի հարց եմ ուզում տամ, կոնտակտորների վերաբերյալ եւ հաջորդ հարցը կտամ, ել չեմ ընդհատի։ Ամեն իրեն ներկայացնում կոնտակտոր։ Ով ինչ ուզում խոսում է, ով ինչից ուզում խոսում է, առանց իրենց հաշիվ տալու, առանց զգուշանալու, առանց ու նույնիսկ կան մարդիկ, ովքեր խոսում են ինչ որ վերին ինֆորմացիաներից, մի քիչ ծիծաղելի է, որ միջին մարդը լսելուց հասկանում է, որ այս մարդկանց այլևս լսել պետք չէ։ Եվ մյուս կողմից, այսինքն մարդը ինքը պետք է կարողանա չտրվել այդ ամեն ինչին կուրորեն։ Սա մեկը եւ երկրորդը այդ հոգևոր դարձը, հա, դարձը դեպի ինքնություն։ Մենք սովորություն ունենք անընդհատ ասում ենք, մենք ինչ կարող ենք անել, ամեն ինչ գալիս է իշխանություններից, որոշում կայացնողներից եւ այլն եւ այլն։ Հա, այս օրենքը ընդունեցին, այս որոշումը կայացրեցին, մի քիչ գորգորում ենք, մի քիչ, չգիտեմ, վրդովվում ենք, հետո գնում ենք տներով ու շարունակում ենք ենթարկվելով անցնել առաջ։ Ժողովուրդը գալով ինքնագիտակցության կարող է փոխել երկրի ճակատագիրը, անկախ նրանից վերևներում կամ չասեմ կոնկրետ մեկ երկրում, ընդհանրապես աշխարհով մեկ։
ասենց ասեմ, նախ կոնտակտորների վերաբերյալ, նախ ասեմ, որ հիմա այն ժամանակահատվածն է, նույնիսկ վաղուց ասված է, որ կգա իմ անունով շատ որ գառան դեմքով գայլեր էլի, այսինքն հեղեղված է նաև չարի ինֆորմացիաներով իբր Աստծո անունից, այսպես ասած։ Դրա համար իրականում կոնտակտորները քիչ են իրական կոնտակտորները, բայց կան ու շատերի կարող ենք չտեսնենք, չճանաչենք, որովհետև ինքն հետո է ավելի շատ sense այդ ինֆորմացիան բացվելու, հիմա էլ կա, բայց հետո է ավելի շատ բացվելու։ Դրա համար շատերը սխալ պլաններից ինֆորմացիա վերցնելով կամ դիտավորյալ իրենց կոնտակտոր համարելով ավելի են խառնում այդ հավատի հետ կապված, շատ ճիշտ ու սխալների հետ կապված, ուսմունքների հետ կապված, ու դենց ավելի են խեղաթյուրում, էլի։ Այսինքն նույն դավաճանության, հա, այսինքն գիտակցված գնում են դրան, էլի, կամ շատ անգիտակից, էլի։ Իսկ կոնկրետ զուտ ինչ վերաբերում է այդ մարդկության այդ անկումային բանին, այդ մենք ասենց ասեմ, շատ կարևոր է, որ ասում ենք չենք պայքարում, կիսատ է մնում քաղաքական ուժերին ենք մեղադրում, իսկ մարդկությունից շատ բան է կապված, երբ որ ինքը գիտակից է։ Հիմա օրինակ եթե ես նայում եմ, ավելի շատ ամբողջ է դառը մարդկությունը, քան գիտակցված հանրություն կամ ազգ կամ ժողովուրդ։ Այսօր շատ քչերն են, շատ քիչ պետություններ են, որ իրականում իրանք գիտակից են ինչ-որ տոկոսային առումով։ Իսկ մենք առավել ևս, այսինքն մեր խնդիրը որն է, որ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր դարերում անընդհատ դիտավորությամբ մեզ փորձել են շեղել։ Այսինքն որպես քրիստոնեություն մաքուր ուսմունք ընդունելով, որը հեշտ չընդունվեց ու շատ քննադատաբար են այսօր շատ վերաբերվում, այսինքն իրանք այդտեղ քրիստոնեության ընդունման, որպես Քրիստոսի նոր ուսմունքի գաղափար ընդունելով, ոչ թե կրոնի, տարբեր քաղաքական ուժեր ժամանակին այն ժամանակ վերին ոնց որ դարձին քաղաքականություն, որ հեշտ ղեկավարային մասային, իրականում քրիստոնեությանը սկզբնաղբյուրը կամ հիմքերը իրականում միակ ճանապարհն է կամ ճանապարհներից մեկն է, որոնք որ ցանկացած գիտակից մարդ անկախ իր կրոնական ընդունման բանից պետք է առաջնորդվի, որտեղ ինքը հանրամատչելի ինչ որտեղ ու հիմնական հիմքը դրված է սիրո ուսմունք։ Այսօր մենք գիտենք, որ աշխարհը ունի սիրո պակաս, այսինքն ատելությունը չարություն գալիս սիրո պակասից։ Հիմա եթե մենք շատ ասում ենք սիրո էներգիան, չարը նահանջում է, ոչ թե մենք չարի դեմ պետք է պայքարենք, պետք է պայքարենք, որ աստվածային սերը կամ ֆիզիկական իրականություն կամ մեր գիտակցություն, որ կարողանանք մենք ճիշտ ձևով պաշտպանել։ Այսինքն այն ինչ անում ենք, անենք սիրով։ Անպայման, այսինքն առաջնահերթությունը դնել ոչ թե անձնական էգոիստ սերը, այլ համամարտկային սիրո գիտակցումը, այսինքն համամարտկային զարգացման խնդիր դնենք մեր առաջ, թե մենք ինչով ենք մեր գործողությունների մեջ նպաստում մեր երկրին, մեր ազգին, մեր տարածաշրջանին, մեր մոլորակին, որտեղ մենք մոռանում ենք, որ նաև մենք մոլորակի մի մասնիկ կանք, ոչ թե մենակ էս հողի, այդ կապը խզված է բոլորիս մոտ։ Իսկան որ արևն էլ է մեր բոլորիս համար, բայց մենք իբր գիտենք, բայց ոչ բան չգիտենք մեծ հաշվով, էլի։ Համար մենք անընդհատ sense մարդկությունը տառապում է իր գիտության ձեռը կրակնենք է։ Պարոն Ափոյան, խոսեցիք քրիստոնեությունից որպես արդեն խեղաթյուրված, հա, այսօր արդեն խեղաթյուրված գաղափարախոսություն երևի ասեմ, Հայաստանում շատ մեծ հակադրություն է մտցվում քրիստոնեության եւ արիականության միջև, ընդհանուր մինչև իրար վրա կորկորալը, իրար ծեծելը, չգիտեմ ինչ։ Կա իրականում ըստ ձեզ որևէ հակադրություն, հակասություն քրիստոնեության ու արիականության միջև։ Նայեք, արիականությունը գաղափարախոսության տեսակետից արիականությունը տրված է վերին ուժերի կողմից, որպես ուսմունք, քանի որ մարդկային տեսակելի տգետը չկարողացավ պայել այդ մակրությունը, գայթակղվեց, օգտագործեց այդ որպես քրմական դասերը խեղվեցին, արդեն որ ռեկետ էին անում այն ժամանակվա ռեկետ անողներն է, քրմերն էին, էլի, կամ հարց լուծողները,
ոնց որ անկում ապրեց, դարձավ, չգիտեմ, ինչ-որ աղանդների ձևով տարբեր ճյուղեր եւ արդեն ոնց որ սպառել էր իրան, քանի որ կապը կտրվել էր ոնց որ արիականության Օրիոն համակարգի հետ, ինֆորմացիոն դաշտի հետ, դրա համար քրիստոնեության, այսինքն Քրիստոսի ուսմունքի, Քրիստոսի տված ուսմունքի ու մեր արիականություն իրար լրացնում են։ Կարող ասել քրիստոսություն, ոչ թե քրիստոնեություն, որպես երևույթ։ Քրիստոս, ես ուզում եմ մի բան բարձրաբանել շատերի մեջ, որ Քրիստոսը դա անուն չի, Քրիստոսը դա վիճակ է։ Իսկ երբ որ մենք ասում ենք պայծառացման, գիտակցման սիրո, անմնացորդ սիրո վիճակին, մենք դառնում ենք Քրիստոս գիտակցության, կպնում ենք, ոնց որ ասած, ձուլվում ենք Քրիստոսի էության եւ ոնց որ Աստծո գիտակցությանը։ Գիտակցական վիճակ է։ Հա, դա գիտակցական վիճակ է, դա անուն չի, շատերը խառնում են Հիսուս Քրիստոս կամ տարբեր անուններ են տալի, բայց ես ուզում եմ ասեմ, որ Քրիստոսը դա անուն չի, դա հոգեվիճակ է, որը մենք պետք է գիտակցենք, նույնը որպես բուդդայության, բուդդիզմի մեջ բուդդան անուն չի, դա վիճակ է, պայծառացման, ինքնագիտակցման երջանկության վիճակ է, նույնը Քրիստոսը դա գիտակցություն է։ Հիմա մենք ունենք մեր մեջ դրված ծրագիր, կոդ, որ պետք է գնանք դեպի այդ գիտակցությանը, Քրիստոսն է տվել է բոլոր բանալների իր ուսմունքում, բայց մենք դարձրել ենք այդ ամեն ինչը քաղաքականություն, դարձրել ենք կռվի առարկա, դարձրել ենք ուրիշ կրոնների հետ ինչ-որ sense կամ կրոնի ներսում տարբեր բաժանումներ ու հերվածել ենք իրական քրիստոնեական սկզբնաղբյուրներից ավելի շատ եթե sense դրամաբանական հարց է տրվում գիտական ձևով, ինչ ասում են գրքում sense է գրված, գրքում այսինքն իրենք չունեն իրենց սեփական վերլուծությունը, միշտ մատնշում են գիրքը, որ իրենց վրից գցեն այդ ոնց որ պատասխանատվությունը, իսկ ասեմ, որ Քրիստոսը իրականում ունեցել է 70-ից ավելի աշակերտներ, ինք ունեցել է միստիկ դպրոց, որի մեծ մասը կազմել են կանայք, որը այն ժամանակ կանայք հալածվում են, բայց այդ գաղտնի ուսմունքի ոնց որ հիմնական տարածողները կանայք են եղել։ Ու հետո առել են դրանց որպես կաղարդ։ Ինքը ուսմունքը տարբեր մարդկանց միջոցով այդ 12 առաքյալները դրանք մի մասն են, բայց ավելի ոնց որ ինքը իր գաղտնի դպրոցը ունենալով հանդերձ կարճ ժամանակում հասցրել է տալ ու շատ հիմնական տրվող ձեռագրեր իր խոսքը անմիջապես շատերը հիմա պահված են կամ հիմնական աստվածաշնչի մեջ չեն ներառված, որտեղ շատ ծավալուն է։ Այսինքն կարելի է ասել, որ Քրիստոսը պայքարել է համակարգի դեմ։ Անպայման, բա համակարգն էլ իրեն խաչեց։ Համակարգն էլ իրեն խաչեց։ Իրեն խաչեց, ու ստեղ մի հատ հետաքրքիր նյուանս կա։ Այն ինչը Քրիստոսը իր կենտանության օրոք, իր քարոզների, իր ֆիզիկական կենտանության, ինքը կենտանի է միշտ ամենտեղ ամենուր։ Ինքը երբեք ոչ մի անգամ չի հիշատակել խաչի պաշտամունքը, խաչի երևույթը։ Իսկ մենք այսօր անգիտակից ձևով ամեն քաղաքի դեմը sense մոտ խաչ ենք դնում, այսինքն դնում ենք տառապանք, չգիտակցելով։ Հա քրիստոնեության սիմվոլը ընդունում ենք խաչը, բայց քրիստոնեության սիմվոլը պետք է լինի սերը։ Այո։ Ոչ թե խաչը, խաչը տառապանքի սիմվոլն է։ Մենք ընդունում ենք, որ մենք ուրիշների արածների համար պետք է տառապենք։ Միստիկ առումով խաչը այդ է նշանակում, եթե մենք խաչ ենք կրում, մենք պետք է պատասխան տանք նաև ուրիշների արածների համար։ Եթե ուզում ենք պատասխան տանք, կրենք խաչը։ Բայց ոչ այն հավասարաթև խաչը, որը օգտագործել հավասարաթև խաչը ինքը կեր խաչը նաև որպես ինքը բան է համարվում արևի հավերժության սիմվոլը, որը եղել է հազարամյակներ առաջ մեր արիական բանի մեջ, ոնց որ ասած սիմվոլների մեջ, մինչև հիմա էլ կա, բայց հիմա այն է, որ մեր մեջից այդ խաչը պաշտամունք հանելը շատ բարդ է։ Այսինքն խաչը, եթե մենք ճիշտ ընկալենք, որպես նաև պաշտպանիչ միջոց, բայց հավասարաթև խաչը, ոչ թե տառապանքի խաչը, որ մեր ազգը տառապում է ուրիշների սխալների համար, նաև հենց իր սխալների համար։ Մենք ասած խաչերը sense պեճատում ենք։ Այսինքն ես պետք է ժողովրդի գիտակցության մեջ բացել, որ խաչը իրականում կապ չունի այդքան Քրիստոսի հետ, այդ մարդկության ամոթներ, տգիտություններ, որ ինքը խաչին այն ժամանակում էին հանում, հանցագործներին, դավաճաններին, բայց եթե մենք ընդունում ենք, որ խաչը սիմվոլ է, մենք ոնց որ համարենք, որ Քրիստոսը այդ անձնվում ինքը արժանի էր դրան, ինքը արժանի չէր խաչին,
կմեր գիտության պատճառով խաչվեց, կոպիտ ասած է։ Եվ տրկույր տգիտությամբ գնում ենք դեպի տառապանքը։ Հա, այսինքն այդ խաչապաշտությունը։ Այսինքն ձգում ենք մենք այդ ամեն ինչը մեր ազգի վրա, մեր երկրի վրա։ Ձգում ենք, դրա համար զուտ եթե սիմվոլիկայի լեզվով ասենք, էլի։ Այսինքն այդտեղ սիմվոլիկան շատ կարևոր, որտեղ աշխարհը այսօր ղեկավարվում է սիմվոլներով, տարբեր ռեկլամներից, ֆիրմաներից սկսած մինչև կրոնական շատ բաներ, կոնկրետ սիմվոլիզմն է ղեկավարում։ Իսկ մենք սիմվոլները եթե լավ չենք ճանաչում, մենք անընդհատ սխալվում ենք, էլի։ Շնորհակալություն պարոն Ափոյան, բավականին ինֆորմատիվ եւ սեղմ բացատրության համար, հուսով եմ նորից կհանդիպենք։ Կարծում եմ այս թեման դեռ շատ բացելու տեղեր ունի։ Շատ բաներ կա ասելու իրականում մեր ինքնությունը ճիշտ բացահայտելու, որովհետև ես ինչքան խորանում եմ, զգում եմ, որ շատ բացահայտելու բաներ կան ու դա միակ ճանապարհն է, որ մեզ կփրկի այս դաժան իրականության, այս աշխարհի խառնաշփոթի մեջ գոնե անվնաս դուրս գանք, որովհետև իրականում հիմա մեր գիտակցությունը, ազգային գիտակցությունը այնքան է թուլացենկան է, ոնց որ ասած հիվանդացել, որ գնում է ինքնակործանման հեշտ է կոտրվում, երբեք երևի այսքան չի վատ չի եղել էներգետիկ առումով, իսկ հիմա ավելի շատ ծանր վիճակ է, մենք պետք է գիտակցենք եւ զգոնություն եմ ոնց որ ասած կոչանում, որ մեր ինքնության հանդեպ, ոչ թե մեր ստամոքսների հանդեպ կամ մեր ամբիցիաների հանդեպ, որտեղ մենք իրավունք չունենք մեր գենին դավաճանել կամ չճանաչել։ Շնորհակալություն։ Իսկ ազգի փրկության համար գոնե ինքնաճանաչում է պետք։ Տեղից գոնե սկսենք։ Մնացած հարցերը ոնց որ դիեզերքը կաջակցի, Աստված կօգնի։ Իրականում ձեր կմեկնի, բայց մենք պետք է առաջ գնանք, ոչ թե քանդելով, ասենց ավիրելով գնանք, մեղքը գցենք ինչ-որ ուրիշների վրա։ Եվ չողբանք։ Հա։ Շնորհակալություն։